451 թվականին ավարայրի թաշտին մեջ տեղի ունեցած պատերազմը հայոց պատմության մեջ ծանոթ որպես ավարայրի ճակատամարտ քրիստոնյա հայու ինքնության վերահաստատման ու ամրապնդման, ինչպես նաև որպես հայ ազգ ազատորեն ապրելու ու ստեղծագործելու վճռականության պատերազմներ։ 451 թվականի ավարայրի ճակատամարտը դեպի ունեցավ բասն հավատով և բասն հայրենյաց նշանաբանով, իդեալով, կառավարախոսությամբ և գիտագից հանձնարարությամբ ու նահատակությամբ։ 451 թվականի ավարայրի պատերազմը մղվեցավ Վարդանի սուրով և Ղևոնդ երեցի խաչով։ Ավարայրի թաշտին վրա եկեղեցի ու հայրենիք, հավատք ու պետություն, իրարու հետ սերտորեն շաղախված մղեցին հայ ժողովրդի գոյության, հավերժության պատերազմը։ Եվ այսպես, Վարդանանց պատերազմով ներշնչված, Վարդանանց ու Ղևոնդյանց հավատքով բրգված և ազատորեն ապրելու հայ ժողովրդին հավաքական կամքով բրգված տեղի ունեցան մեր պատմության բոլոր ժամանակներու հայտնի թե անհայտ պատերազմները, բասն հավատով ու բասն հայրենյաց։ Այս հավատքի թավարանքը ու ազգային կառավարախոսական սկզբունքը դարձավ կենդանի բնապան և ուղեցույց մեր ժողովրդի փառավոր դակտաբանից պատմության։ 451 թվականին ավարայրի ճակատամարտի ոգին ու դեսպականը, հավատք ու գիտակից նահատակությունը գամար գամեց մեր ժողովրդի կյանքին բերել և մեր ժողովուրդը առաջնորդեց թեպի հավատքի բրգում ու հավատարմություն և ազգային իդեալներու ու սրբազան նպատակներու համար գրվելու ու անուն թափելու գիտակից հանձնարարություն։ Արդարորեն ըսված է, թե Վարդանանց պատերազմը կշարունակվի։ Այո, կշարունակվի։ Այսօր ավարայրի թաշտը ընդարձակված է, անցյալը հիշել չի նշանակել միայն
Հավիններ ընբռնումով հիշել ու անցնել։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը ապրիլ իր դակտավով, հավատքով, ոգիով ու տեսլականով։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը հիշեցնել իր տեսլականով ու պատկամով։ Բայց այն ժողովրդին, որ անցյալը կնկատի անցած, անցած իր ոգիով, հավատքով, տեսլականով, անցնարությամբ, բայց այն ժողովրդին, որ անցյալեն եկով և սուրբերուն աղոտքով, նահատակներու արյունով շարախված մեր խորհրդանիշները, իդեալները, տեսլականները, մեր ազգին հավատքը գպահե փոշիներուն տակ ծածկված, ազգը գաբրի ու գեքոյադևե իր սրբազան հավատքով, իր ազգային վեհ իդեալներով և իր ազգագետ ու հայրենագետ խորհրդանիշներով։ Այսօր Վարդանանց ու Ղևոնդյանց հիշատակը նշել մեր ժողովրդին համար ի Հայաստան և սփյուռս աշխարհի կնշանակե հավատարիմ գտնվել Վարդաններու ու Ղևոնդներու սրբազան գդակին, որևէ ժամանակ ավելի այսօր մեր ազգը հրամայական գաղրիկը ունի նոր իմն Վարդաններու ու Ղևոնդ երեցներու, որոնք սուրով ու խաչով, անխոսքով, հավատքով, հայրենիքին համար գրվելու գամքով, Հայաստանը ու մեր ժողովուրդը ամեն բանևեր նկատով, մեր հավաքական կամքով գրվելու ու արյուն թափելու սրբազան նախանցախնդրությամբ։ Այսպես եղավ Վարդանանք ու Ղևոնդյանք։ Այսօր այս է պատկամը Ղևոնդներու ու Վարդաններու։ Ապրիլ, գործել, ստեղծագործել, վասն հավատով, վասն հայրենյաց, այժմ և միշտ և ամիթյանս ամիդենից ամեն։